չի լինում, մի աքլոր է լինում։ Աքլորը ուզում է գնա աշխարհ տեսնի, սակայն դիմացի սարը անընդհատ նրան հանգարում էր, և նա չէր կարողանում աշխարհը տեսնել։ Մի օր նա որոշում է գնա սարից այն կողմ և աշխարհ տեսնի։ Եվ տեսնում է դիմացի հարևանի շանը և ասում է. «Շուն աղբեր, չես ուզում գնանք միասին աշխարհը տեսնենք, ամբողջ օրը նույն տեղում ենք, ոչ մի լավ բան չենք տեսնում այստեղ, ամբողջ օրը նույնն է»։ Շունը գալիս է հոп, այո, իհարկե համաձայն եմ, արի միասին գնանք աշխարհ տեսնելու։ Եվ նրանք միասին ճանապարհ են ընկնում։ Գնում են, շատ թե քիչ, մութն ընկնում է, և որոշում են գիշերել այդտեղ, առավոտյան շարունակել ճանապարհը։ Լուսադեմին աքլորը սկսում է ծուղուրուղու կանչել, ծուղուրուղու։ Աղվեսը, որը ապրում էր մոտակայքում, լսում է աքլորի ձայնը և գալիս է գողը, ասում է. «Աքլոր քույրիկ, էս ինչ անուշ ձայն ունես, էս ինչ լավ ես երգում, իսկ չի լինի ինչն ես ներքևում երգես»։ Աքլորը ասում է. «Հա, այդքան լավն ա իմ ձայնը, իսկ դու գիտես, որ իմ քույրիկները ինձ ամեն տակ է պառկած, մենք միասին ենք, մենք ուզում ենք աշխարհ տեսնենք, որ ես իջնեմ, դու իմ ձայնը լսես, կմիանաս մեզ, գնանք միասին երեքով աշխարհը տեսնենք»։ Աղվեսը ասում է. «Բա ոնց չեմ միանա, անպայման մենք երեքով շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնենք»։ Մի հատ իջի, ասում է. «Դե պիտի քույրիկիս էլ ձայն տաս, որ քույրիկս էլ մեզ հետ գա»։ Այդ ժամանակ աղվեսը որոշում է, որ գնա և տեսնի, թե քույրիկը որտեղ է, և միամիտ աղվեսը մոտենում է ծառին։ Տունի ասա, շունը քնած էր այդ ծառի տակ։ Հենց որ աղվեսը մոտիկ է գալիս, շունը հոп արձակում